Աննա Հակոբյանի վիդեոն աշկսնգավ այսօր Տիկին Հակոբյան, եթե վարչապետի Յանի կինը, տենց էլ չհասկացան կինն եք թե չէ, մի հատ Զաքսի թուղթն ինչ էր, դաժե Ալեն Սիմոնյանը կարած Զաքսի թուղթը արագ գործի տեղ է նստած ստորագրի, դուք չկարացիք, օքեյ, դա ձեր խնդիրն է, այն էլ չեմ ասում ինչի եք բյուջեն ուտում, եթե դուք իրա կինը չեք օրենքով, ոչինչ, դա հետո ձեզ դատի կտանք։ Բայց ուզում եմ ասեմ, եթե սկի վարչապետի կինը ապահովագրված չի մեր երկրում, դուք ուզում եք այն կանայք, ում տղամարդիկ ծեծում են, գնան ոստիկանություն, որ իրանց օգնեն։ Ասենք, եթե ձեզ են սպառնում, ո՞նց եք կարծում, ոստիկանները կարալու են պաշտպանեն տվյալ անձնավորություններին կանանց, հա? Եթե ինչ-որ մի բանից խոսում եք, Էդի մի խոսացեք էկրանի առաջ, գնացեք նստեք ձեր ամուսնուն ասեք, որ ես ոստիկանությունը, որ սարքել ես գվարդիա, դրել ես մենակ քեզ պաշտպանելու երիտասարդ, մարդիկ կան, որ իրանց էլ պաշտպանության կարիք ունեն, մենակ ես չեմ կամ դու, կամ մեր երեխեքը, եթե դուք պաշտպանված չեք, եթե ձեր ասելով դիմակավորները սպառնում էին ձեր ամուսնուն, տենց էլ այդ կինոն տենց փագին գնացին, ձեր զոմբիներն են մի անգամ գոնե չասեցին, եղբայր, բայց մարդկանց չգտակ, թաղեմը տենց պետությունը, որ 4 հոգի չկարացավ, տերորիստ գտնի, այդ սկսեն կտից, այդ երկրում ոչ մի հանցագործ չեն կարում գտնեն, հերիք եղավ, բոլ եղավ էշի տեղ դնեք, հիմի ինչ սցենար եք գրել, որ մարդիկ ասեն, ոյ Աննա Հակոբյանին սպառնում են, եթանք պաշտպանենք, եթե ախրանա չունես, ես կարա մեծ հաճույքով գամ քեզ պաշտպանեմ, բայց ոչ թե քեզ կպաշտպանեմ, այլ ժողովրդին կպաշտպանեմ քեզնից, հա, էրատո, կրակել էլ գիտես, կարող ես զենք խփես վրետ, որ հանկարծ մարդ ես, էնի, մեկն ու մեկը ուզի քեզի կրակ, հա, կարաս, են էրատոյի ջոկատի աղջիկեքի մեր, էլ թող ընդիմադիր չխաղան, էրատոյի ջոկատի աղջիկներին բեր, թող քեզ պաշտպանեն, գվարդիա ունես սեփական, վիդեոն է դնում եմ ժողովուրդ, էսի թոզա փչում, արա խաղ են խաղում, այ լոխեր, հերիքա, ես նրանք ինչ ասում են, ասեք թող ապացույց տնեն, բայց որ իրանց ֆեյքերը գրած չլնեն, խոսքի ես, իմ ակաունտը լրիվ իմ նկարներով է, ես գրած լնեմ, որ քեզ հանգիստ պայ աղջի, խոսքի, էլի, ոչ թե իրանց իսկ վճարովի ֆեյքերը գան գրեն, իրանք էլ պուբլիկացիա անեն, ոյ, վարչապետի կնոջը սպառնում են, բալաջան, արդեն 8 տարի է ձեզ պիտի եթե 2020-ին 5000 զոհի ծնողները ձեզ ոչինչ չարեցին, հիմի արդեն ուշ է, ոչ մեկ էլ ոչինչ չի անելու, ես ոնց հասկացա անթասիբ խոտերի հավաքածու է Հայաստանը, ոչ մեկի վեճը չէր, որ այդ երեխեքը գնացին կործանվեցին, ես ավելի ծանր էի տանում, դե քանի որ մենք էլ այդտեղ չենք, ձեզ սպառնացող չի լինի, արխային ապրեք. Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքից ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Բայց, սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել եւ իրար պաշտպանել։ Ինչ է պետք անել։ Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում։ Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել։ Մի վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով։ Չենք հանդուրժում այլևս։ Կարճ կոնկրետ։ Սիրելի կանայք, այս խնդիրը բոլորիս խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, կարգավիճակից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից։ Խնդրում եմ իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի պայքարեք։ Խնդրում եմ իրար մի հարվածեք եւ ինձ էլ մի հարվածեք։ Այս հարցում մի հարվածեք։ Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը, թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր կործանի ճակատագրեր։ Բոլորով միասին բարձր ասենք, չենք հանդուրժում այլևս։ Կարճ, կոնկրետ։